Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես բացել է Զանգիլանի բնակելի թաղամասը, բանալիներ հանձնել բնակիչներին եւ խոսել իր երկրի այսպես կոչված հերոսական պայքարի, հաղթանակի եւ նպատակների մասին։ Ալիևի խոսքով Բաքուն նպատակ չունի կործանելու Հայաստանը կամ զրկելու անկախությունից։ Մենք նպատակ չենք ունեցել ոչնչացնել Հայաստանը կամ նրանից խլել անկախությունը։ Այսօր էլ հայ-ադրբեջանական սահմանին իբր հերթապահության կանգնած են եվրոպացի դիտորդները։ Նրանք իրենց պահում են այնպես, կարծես մեզանից պաշտպանում են Հայաստանը։ Մեզանից Հայաստանը պաշտպանելու կարիք չկա։ Մենք հասել ենք այն ամենին, ինչ ցանկանում ենք։ Ադրբեջանի միջազգային հեղինակությունը բոլոր ժամանակների բարձրակետին է, որի պատճառներից մեկն էլ ռազմական հաղթանակն է։ Խոսելով տրանսպորտային ենթակառուցվածքների մասին, Ալիևը հայտարարել է, որ Բաքվից Զանգիլան երկաթուղու կառուցումը կարող է ավարտվել 1-ից 1.5 տարվա ընթացքում։ Ըստ նրա, հաջորդ տարի հնարավոր կլինի գնացքով հասնել Ստեփանակերտ, շեշտել, որ երկաթուղին, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով կձգվի մինչև Նախիջևան։ Ալիևը շարունակում է հայերին անվանել թշնամի, դրան զուգահեռ փորձում մեզ մեղադրել ատելության համար, մոռանալով իրենց իրականացրած հանցագործությունները հայերի նկատմամբ։ Մենք թշնամուն վտարեցինք մեր հողերից եւ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանական ժողովուրդը ոչ մի վնաս չի պատճառել հայ ժողովրդին։ Մեր նկատմամբ նման ատելության պատճառները թերևս պետք է ուսումնասիրվեն հոգեբույժների, հոգեբանների եւ բժիշկների կողմից։ Քանի դեռ հայ հասարակության քաղաքական ուժերը շարունակում են ապրել Ադրբեջանի նկատմամբ ատելությամբ, մենք պետք է զգոն մնանք։ Այսօր մենք ապրում ենք խաղաղության պայմաններում եւ մենք ենք այս խաղաղության հեղինակները։ Եթե մենք դա չցանկանանք, խաղաղություն չէր լինի։ Եթե մենք չցանկանանք, կարող ենք ռազմական գործողություններ իրականացնել ամենուր։ Հայաստանի ղեկավարությունը գիտի դա եւ նրանց ետևում կանգնածները նույնպես գիտեն դա։ Անկախ նրանից, թե որքան աջակցություն են նրանք տրամադրում Հայաստանին, նրանք գիտեն, որ մեր ուժի դեմ ոչ մի շանս չունեն։ Նրանք անօգնական են։ Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ Հայաստանի քաղաքական ոլորտում դեռևս կան շրջանակներ, որոնք առաջնորդվում են ադրբեջանական ժողովրդի եւ պետության նկատմամբ ատելությամբ, եւ եթե նրանք գան իշխանության, կտուժի հայ ժողովուրդը։ Ալիևը Կովսականում, նախկին Զանգիլանում հայտարարել է, որ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով, նշել է ազգային ժողովի падգամավոր Տիգրան Աբրահամյանը եւ շարունակել, որ ատելության, ընդհանուր ժողականության եւ ագրեսիայի մասին խոսում է մի երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել Արցախում ապրող հայերի նկատմամբ շանտաժով ու սպառնալիքներով զիջումներ կորզել։ Ըստ Աբրահամյանի, եթե Ալիևի խոսքը արկա իրողություններին հարմարվելու եւ ծնկի գալու մասին է, ապա այո, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքն ու համատեղ ջանքերը եւ պայքարում են մեր ժողովրդի դեմ իրականացվող թշնամական գործողությունները կանխելու համար։ Ալիևն ասում է, Հայաստանում կան ուժեր, որոնք ատելություն ունեն Ադրբեջանի նկատմամբ հայ ժողովրդի մի մասին բռնի տեղահանելուց, հայրենազրկելուց, հայկական Արցախն ու Հայաստանի տարածքներն օկուպացնելուց հետո հիմա էլ սեր է ուզում գրել է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն ուղղակիորեն ասում է, ովքեր սիրում են ՔՊ-ին եւ Նիկոլին, սիրում են նաեւ Ադրբեջանը, ովքեր չեն սիրում ՔՊ-ին ու Նիկոլին, ատելություն են տարածում նաեւ Ադրբեջանի նկատմամբ։ Տասնամյակներով հայատյացություն դրսևորած, իրենց սերունդների մոտ հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանող կառավարության ղեկավարը զարմանում է, որ կա փոխադարձ ատելություն։ Մոռացեք բռնազավթված Արցախը, մոռացեք հազարավոր զոհված հայրենիների հիշատակը, մոռացեք մարդկային պատիվն ու ազգային արժանապատվությունը, մոռացեք ամեն բան եւ սիրեք Ադրբեջանը։ Սա Ալիևի ու Փաշինյանի համատեղ նախընտրական ուղերձն է։ Երկուսն էլ բացահայտ կերպով սպառնում են Հայաստանի Հանրապետության հիմնական ընդդիմադիր ուժերին։ Մեկն ասում է, որ պետք է դատեն կամ արտաքսեն ընդդիմադիրներին, մյուսն ասում է, պետք է զգոն լինեն։ Հայաստանը Եվրամիության անդամակցություն չի ցանկանում գրել է միջազգային agent Սուրեն Սարգսյանը եւ շարունակել, որ Հայաստանը ներկայումս իրականում չի ձգտում անդամակցել Եվրոպական միությանը եւ դա հայտնի է թե Մոսկվային, թե Բրյուսելին, թե Վաշինգտոնին ու Երևանին, ավելին դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում եւ առավել եւս ոչ Երևանում։ Նրա խոսքով, եթե Հայաստանը նման մտադրություն ունենար, պատմական հնարավորություն ուներ ընդամենը 1 շաբաթ առաջ այդ մասին հայտարարելու եւ տեղում Եվրամիության աջակցությունը հայցելու համար։ Սարգսյանը եզրակացնում է, որ թեմայի շուրջ ներկայիս քննարկումները հիմնականում պոպուլիստական եւ նախընտրական բնույթ ունեն։ Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ, շեշտելով, թե Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի հետ սուր հակամարտության մեջ մտնող միակ երկիրը։ Նրա խոսքով քաղաքական ուժերը պետք է բաց ու անկեղծ խոսեն հասարակության հետ արտաքին քաղաքական ռիսկերի մասին։
Եվրոպայի լիդերները եկան Երևան, մեր փոքր երկիրը սարքեցին հակառուսական պլացդարմ, բոլորը վերադարձան իրենց երկրները ու սկսեցին Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները կարգավորելու գործընթացը։ Այս process-ը վտանգավոր էր, բայց նաև դրական։ Մարդիկ իրենց աչքերով տեսան թե եվրոպական լիդերների ֆորումը, թե Մոսկվայի անմիջական արձագանքը։ Քաղաքական ուժերը ստիպված են արդեն պարզ ուղիղ խոսել Հայաստանը շրջապատող իրականության մասին։ Պիտի ընտրողի հետ վարեն անկեղծ ուղիղ զրույց։ Ընտրողն էլ վերջապես ավելի սթափ կնայի process-ներին։ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը, սակայն պետք չէ նաև թերագնահատել քարոզչական մանիպուլյացիայի եւ տեղեկատվական հիստերիկ տերորի ազդեցությունը։ Սրանց հակազդելու համար պետք է հաշվարկված եւ ազնիվ արշավ տանել, երկիրը աղետալի զարգացումներից ապահովագրելու համար։ Այս պահի դինամիկան ցույց է տալիս, որ հունիսի 7-ից հետո Նիկոլի Հայաստան չի լինելու, կամ Նիկոլ է լինելու, կամ Հայաստան։ Հետևաբար մենք բոլորս ընտրելու ենք կամ Նիկոլ, կամ Հայաստան։ Մայիսի 10-ին Գարեգին Բ ծայրագուն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է տնային կալանքի տակ ապօրինաբար գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Նորին սրբությունը մեծանուն հաղորդում բերել է Սուրբ Էջմիածնի օրհնությունը եւ բարեմաղթել տոկունությամբ ու հավատով դիմագրավելու արկա դժվարություններն ու փորձությունները։ Ամենայն հայոց կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ հակառակ այս նեղությունների Սամվել Կարապետյանը հուսահատությամբ հայրենասեր ու եկեղեցասեր իրեն բնորոշ ոգով պիտի շարունակի ազգոքու տիր ծանրակշիռ ներդրումը բերել հանուն հայրենիքի եւ աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության։ Իրանը պաշտոնապես պատասխանել է պատերազմն ավարտելու վերաբերյալ Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկությանը շատ մանրամասներ չեն հաղորդվում, նշվում է միայն, որ պատասխանը, որը փոխանցվել է պակիստանցի միջնորդներին, այս փուլում կենտրոնանալու է պատերազմը ավարտելու վրա։ Ամերիկյան առաջարկի համաձայն պատերազմը պաշտոնապես ավարտված համարվելուց հետո կողմերը բանակցություններ կվարեն ավելի խնդրահարույց հարցերի, այդ թվում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Բանակցությունները կապիտուլյացիա չեն գրել է Իրանի նախագահը։ Մենք երբեք գլուխ չենք խոնարհի թշնամու առաջ, եթե խոսքը գնում է երկխոսության կամ բանակցությունների մասին, դա չի նշանակում կապիտուլյացիա կամ նահանջ։ Ընդհակառակը մեր նպատակն է պաշտպանել իրանական ազգի իրավունքները եւ անսասան ուժով պաշտպանել ազգային շահերը, գրել է Իսլամական Հանրապետության նախագահը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի արձագանքը Միացյալ Նահանգների խաղաղության առաջարկներին լիովին անընդունելի է։ Reuters-ի եւ Axios-ի տվյալներով Միացյալ Նահանգներն ու Իրանը քննարկում են մեկ էջանոց հուշագիր, որը կարող է նվազեցնել լարվածությունը, սակայն Wall Street Journal-ի տեղեկություններով Միացյալ Նահանգները պահանջում է, որ Իրանը հրաժարվի միջուկային ծրագրից եւ դադարեցնի ուրանի հարստացումը։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերահսկելու է Իրանի հարստացված ուրանը։ Իրանցի падգամավոր Էբրահիմ Ռեզային իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է զիջումների գնայի, իսկ Իրանի դեմ ցանկացած հարձակման կպատասխանեն ամերիկյան նավերի եւ ռազմաբազաների թիրախավորմամբ։ Իրանի արտգործնախարարությունից նույնպես արձագանքել են Թրամփի դժկամությանը։ Իրանի պատասխանը ԱՄՆ-ի առաջարկին ներառել է Հորմուզի նեղուցում, նավագնացության անվտանգության ապահովման եւ իրանական ակտիվների ապասառեցման պահանջներ։ Իրանական նավերի դեմ ծովահենությունը դադարեցնելու Իրանի պահանջը, իրանցի ժողովրդին պատկանող ակտիվները ղեն օտարերկրյա բանկերում ԱՄՆ-ի ճնշման պատճառով արդյոք սա չափազանցված պահանջ է։ Հորմուզի նեղուցում անվտանգ երթևեկություն ապահովելու մեր առաջարկը արդյոք սա չափազանցված պահանջ է։ Իրանը ցավում է, որ Վաշինգտոնում գերակշռում են հակամարտության կարգավորման Իսրայելի կողմից պարտադրված տեսակետները եւ ԱՄՆ շարունակում է պնդել իր անհիմն պահանջները։